Հովհաննես Թումանյան, Քարյակներ։ Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին, երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին, հեռացել է ու վերացել մինչև աստղերը հեռավոր, վար մնացած մարդու համար, արդեն խորթ է իմ հոգին։ Աստեղային երազների աշխարհքներում լուսակատ, մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ, անհիշելի վերհուշելի մշուշներում նրբաղոտ, երբեմն ասես, զգում եմ ես, թե կհասնեմ նրա մոտ։ Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին, տանջում, տանջվում, որոնում է ու դժբախտ է նա կրկին։ Էй անխելք մարդ, երբ պիտի թողես ապրողն ապրի սրտալի, երբ պիտի ապրես ու վայելես էս աշխարհը շեն ու լի։ Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում, ծանր վեհությամբ իջած երկնքից, այստեղ սրբազան մի շունչ բուրում, մեզ վեր է տանում աշխարհի կյանքից։ Մի շունչ, մի խորհուրդ, մեծ հրաշալի, խառնված հայոց մեր խորունկ հոգուն, և որքան դարեր, դարեր են գալի, մենք միշտ հավատով, մենք միշտ աննկուն։ Բարձր է հնոց աշխարհքն հայոց, ու Մասիսը երկնադետ, իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել նրա հետ, անհաս բանից, սկզբանից, երբ չկան էլ դեռ չկար, մինչև վախճանն անվախճանի, քննում է դարեդար։ Առատ, անհատ, Աստծու նման միշտ տեղալուց հոգնել եմ ես, հոգիս ծարավ սրան նրան մտիկ տալուց հոգնել եմ ես, մինը պիտի գար իմ դեմը, ճոխ ու շռայլ անհաշիվ, ամեն ճամփումը սպասելուց ու փնտրելուց հոգնել եմ ես։ Ամեն անգամ քո տվածից, երբ մի բան ես դու տանում, ամեն անգամ, երբ նայում եմ, թե ինչքան է դեռ մնում, զարմանում եմ, թե ով շռայլ, ինչքան շատ ես տվել ինձ, ինչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։ Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծո շունչը ամենուր, ես լսում եմ նրա անլուր կանչն ու հունչը ամենուր, վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին, տիեզերքի խեր մեղեդին ու մրմունջը ամենուր։ Էս է որ կա, ճիշտ ես ասում թասդ բեր,
Էս էլ կերթա հանց երազում թասդ բեր, կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն, մեկն ապրում է, մյուսն սպասում թասդ բեր։